Բարի օր, բարի աշնանային առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մաղթում եմ բոլորիդ բարի գործերով հագեցած օր։ Այսօր հոկտեմբերի 23-ն է եւ այսօր է ծնվել խմբավար դիրիժոր Հայաստանի վաստակավոր գործիչ Հովհաննես Չեքիջյանը։ Հովհաննես Չեքիջյանը 5 տարեկանից դաշնամուր է նվագել, սովորել է Սեն Միշել վարժարանում, 1951 թվականին ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան։ 1947 թվականին նա Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր։ 1957 թվականից իր ստեղծած Չեքիջյան երգչախմբի ղեկավարն է։ Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 սիմֆոնիկ նվագախումբ, ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ակադեմիան, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնները։ Այսօր է ծնվել նաև ֆուտբոլի արքան Էդսոն Արանտես դու Նասիմենտուն, ով առավել հայտնի է որպես Պելե։ Բրազիլիայի հավաքականում նա անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է 1958-ի եւ 1970 թվականների աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Նա մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Բայց նշեմ, որ այսօր է ծնվել նաև հայ փոփ երգչուհի Սիլվա Հակոբյանը։ Սիլվան սկսել է երգել 4 տարեկանից։ 2006 թվականին Սիլվա Հակոբյանը BBC-ի կողմից ստանում է մրցանակ, որի համար պայքարում էին ավելի քան 2000 մասնակից, եւ BBC-ի վարկանշային աղյուսակի համաձայն նա դառնում է աշխարհի ամենաերիտասարդ լավագույն երգչուհին։ Սիլվա Հակոբյանը 2007 թվականից սկսում է իր կարիերան թողարկելով երգեր եւ համերգներ տալով ամբողջ Հայաստանում։ Իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ դիտենք երգչուհու տեսահոլովակներից մեկը, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ աշխատանքը ուղիղ եթերում, մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ նրան, այսօր զրուցելու ենք Ազտ պարային ասամբլի գեղարվեստական ղեկավար Զավեն Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք։ Շատ լավ եմ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Զավե ջան, մինչև բուն զրույցին անցնելը, խոսենք նաև թե ինչպես եք սկսում ձեր օրը, ձեր առավոտը, ինչ գործունեություն եք այս պահին ծավալում։ Տեսեք, առավոտները, ինչպես խոսեցինք նախաբանում, արվեստի գործիչների եւ արվեստի գործիչների համար մի քիչ բարդ է առավոտները առասարակ մանավանդ վաղ առավոտները աշխատելը, որտեվ ինձ համար որպես այդպեսին ազատ ժամանակ ես ընտրել եմ գիշերը աշխատելու համար, նոր պրոյեկտների, նոր հետաքրքիր ծրագրերի համար եւ ասենց օրը արդեն սկսվում է նոր գաղափարներով, որը սկսվում է նոր ծրագրերով եւ շարունակվում է այդպես եւ ամբողջ օրը նվիրված պարարվեստին եւ արվեստին։ Նոր ծրագրերի մասին անպայման անդրադառնալու ենք, բայց մինչ այդ ուզում եմ մի փոքր հետհայացք դետենք ձեր անցած ուղուն, այս հետաքրքիր աշխարհում ինչպես հայտնվեցիք պարարվեստի ասպարեզում։ Տեսեք, ասենց մի երկու բառով կարամ ասեմ ընդհանրապես, ինչը որ տրված է մարդուն իր խաչը կրելու համար, այդ անպայման ինչ որ ժամանակահատվածում վերադառնում է իրան եւ 2012-ին ես երբ որ որոշում կայացրեցի վերջնական լինել պարարվեստում, դա ինձ համար նաև բեկունային որոշում էր, որովհետև մարդը երբ որ իր պատանեկան այդ երիտասարդական տարիքում արդեն շարունակում է գործունեությունը մի ոլորտում եւ այդ ոլորտը ի սկզբանե արդեն տրված է իրեն որպես հետաքրքիր ապրելակերպ, այդ ապրելակերպը մասնագիտություն դարձնելու համար առհասարակ շատ ցենց կտրուկ որոշումներ պետք է կայացնել եւ ես երբ որ կայացրեցի միջև այդ արդեն 10 տարուց ավելի ես 13 տարի պարարվեստում էի եւ շարունակելով այս արվեստը փորձեցի հնարավորինս շատ մասնագիտացված կրթություն ձեռք բերել եւ հայտնվեցի ես արվեստում, այս աշխարհում եւ 2015-ից արդեն 2012-ին ընդունվեցի մանկավարժական համալսարան եւ 2015-ից արդեն ստեղծեցի իմ ստուդիան, իմ անսամբլը։ Այդ ուղին ինչպես ստացվեց, ովքեր էին եղել ձեր ուսուցիչները եւ կային ընտանիքում նաեւ պարողները, ումից որ ոգեշնչված նույնպես դու ընտրեցիր այդ ուղին։ Պարողներ չկային ընտանիքում, բայց ընտանիքները առաջի ոգեշնչող էին իմ ծնողները, իմ եղբայրները եւ հենց ազդը մեր եղբայրների անվան առաջի տառերն Անդրանիկ Զավեն Դավիթ եւ հենց այս ամեն ինչից ենք մենք ոգևորվել եւ ոգեշնչվել, երեքս եղել ենք պարարվեստում, ես շարունակեցի պարարվեստի պրոֆեսիոնալ ճանապարհով եւ հենց այդ տարիներին, երբ որ որոշվում էր, որ պետքա բացվի
անսամբլը եւ ստուդիան եւ առաջի հենց բանը, երբ որ մենք հավաքվում էինք, քննարկում էինք որտեղ պետք է շարունակի ու ինչ մասնագիտությամբ պետք է շարունակի իր կյանքը եւ գործունեությունը, ես երբ որ որոշեցի պարարվեստը, նաեւ այդ ամեն ինչը բոլորի համար ինձ զարմանալի էր, ինչի համար պարարվեստ։ Ես ոգեշնչվել եմ մեր պարարվեստի գործիչներով, ոգեշնչվել եմ շատ արտիստերով, ոգեշնչվել եմ հենց այն տարազով, որ ես դրանով ներկայանում էի տարբեր բևերով, ոգեշնչվել եմ իմ ուսուցիչներով, ոգեշնչվել եմ դասապրոցեսներով եւ այդ ամեն ինչը մի տեսակ ինձ հարազատ էր եւ ես փորձեցի նաև լինել այս արվեստի մեջ հենց առաջի մարտահրավերը ինքս ինձ նետելով, որ ես կկարողանամ արդյոք այսքան մեծ, որտեվ շատ հեշտ է իմ կարծիքով, իհարկե ոչ մեկի աշխատանքը չքննարկելով եւ չքննադատելով, հեշտ է իմ կարծիքով զբաղվել են ամեն ինչով, ինչը հանձնարարված է կոնկրետ քառակուսիների մեջ եւ ավելի բարդ է կրթել հարյուրավոր սերունդ եւ ավելի բարդ է հարյուրավոր սերունդին տանել ճշգրիտ ճանապարհով։ Իհարկե այդ կրթահամակարգը ճշգրիտ կետարկետ կանոնակարգին հետևելով եւ ինքդ այդ ամեն ինչը ուսումնասիրելով բացի այդ նաև փոխանցելով եւ ես իմ բնույթով էի այդպես եւ իմ խարակտերով շատ խառը մարդ եմ ես առասարակ նկատի ունենալով շատ էներգիայով լի եւ փորձում եմ այդ ամեն ինչը ճշգրիտ բախշելով տանել առաջ եւ հենց այդ ամեն ինչը ասես միախմբվեց եւ երբ որ պարարվեստ բայց գիտենք նաեւ մեր վրա դրված եւ ստանձնված այն պատասխանատվությունը սերունդների հետ կապված ասացի որ այո ես պատրաստ եմ եւ այո պատրաստ եմ այլ հարց է այսօր մենք տեսնում ենք նաեւ շատ արվեստի գործիչներ ովքեր որ իրականում գնում են այդ արվեստի հետևից եւ գնում են ճշգրիտ ճանապարհով, այսինքն կրթություն, ես 2012 թվականից մինչև այսօր կրթվում եմ տարբեր համակարգերով, միջազգային տարբեր կոնֆերանսների ժամանակ, մաստեր կլասների եւ այլն, որպեսզի կարողանանք մեր սերունդների ճշգրիտ ճանապարհով զարգացնել, որտեվ պարարվեստը առհասարակ գեղագիտական կրթություն որպես այդպեսին համարվելով շատ ճիշտ է որ երեխայի հոգեբանությունից սկսած մինչև ֆիզիկական տվյալներ կառուցողական ձևավորվի եւ մարդը բացի լավ պարող եւ պարուհի ձևավորվելուց նաեւ դաստիարակվի որպես իրական հայ եւ Հայաստանի նվիրված մարդ, որովհետեւ ես իմ առաքելությունը ավելի շատ չեմ համարում լավ պարող կամ պարուհի դարձնել, իհարկե փառք Աստծո այդ ամեն ինչը մեզ մոտ լավ է ստացվում։ Ես ավելի շատ առաքելությունը ստանձնել եմ ինքս, որպեսզի կարողանանք դաստիարակել իրական հայ ու հայապահպան մարդիկ, ովքեր որ վաղը թեկուզ լինեն տնտեսագետ, լավ իրավաբան, թեկուզ լինեն տարբեր ասպարեզներում, կարևորը լինեն իրական իրենց գործին նվիրյալ, պատասխանատու եւ կարևորը հայ։ Եվ նաև նկատում ենք, որ պարարվեստի ոլորտը մեր երկրում շատ բուռն զարգանում է, գրեթե ամեն տեղ են դասավանդում եւ փոքր տարիքից, երբ որ երեխաները գնում են, ծնողները շատ հաճախ չեն իմանում, չեն կողմնորոշվում, թե որ ուղղությամբ երեխաներին տանեն, որտեղ է ավելի լավ, ինչը պետք է հաշվի առնի ծնողը, որպեսզի երեխային ճիշտ կրթություն տա։ Շատ կարևոր հարց է, տեսեք, այսօր երբ որ նայում են ղեկավարի անցած ճանապարհը եւ ղեկավարի կրթած սերունդների անցած ճանապարհը, դա պետք է առաջի կողմնացույցը լինի ծնողների համար։ Այսօր ցավոք սրտի նաեւ ունենք այնպիսի մենք խոսեցինք լավ պարարվեստի գործիչներից եւ այո խոնարհումս բոլորին, ովքեր որ երեխաների դիմաց կանգնում են եւ կրթում են եւ ցավոք սրտի ունենք նաեւ ճակերտավոր ասած պարարվեստի մարդիկ, ովքեր որ մի քանի տարի լինելով ինչ-որ խմբերում, իրենց համար արդեն ինչ-որ տարածք ստանձնելով դառնում են պարուսույցներ եւ ծնողները կան ծնողներ իհարկե, ովքեր հաշվի չեն առնում տվյալ պարուսույցի որակավորման աստիճանը որպես մարդ եւ որակավորման աստիճանը որպես մասնագետ եւ իրենց հարմար է շենքում կամ առաջի հարկում պատվելային հարկում ինչ որ հարմար է իրենց ժամանակ չեն ծախսում տանը մոտիկ է տանել 2 կամ 3 երեխաներ կան որ պետք է արդեն այդ վիճակից մի քիչ ազատվել իջացնում են այնա որ երեխան 1 կամ 1.5 ժամ զբաղ
զբաղվի, բայց այդ ծնողները նաև հաշվի չեն առնում իրենց երեխայի վաղվա օրը, որովհետև այդ ամեն ինչը շատ ազդում է երեխաների վրա, իրենց հոգևոր արժեքի վրա, իրենց մտավոր եւ ֆիզիկական տվյալների վրա եւ վաղը չեմիսոր այդ երեխան երբ որ ուզենա լուրջ քայլ անի պարարվեստում եւ ինքը չկարողանա, այդ ժամանակ հետ են գնում, ասում են, վայ, ես ինչի էսպես արեցի, բայց այդ երեխան մեղավոր չի թամեն ինքը 4-5 այսօր կան 2.5 2 տարեկանից են ընդունում դա ծիծաղ առաջացնում ինձ մոտ ուզում եմ ասեմ այդ երեխան ինքը ինքնուրույն չի կարողանա կողմնորոշվել եւ ասել ես կգնամ այսիշ տեղը որտեղ այսիշ տեղը ինձ հարմար է եւ երբ որ ընդունելություն ենք անում առհասարակ ես փորձում եմ տարբեր կոլեկտիվներից երեխաներ չընդունեմ ովքեր որ գնացել են եւ իրենց կոլեկտիվում արդեն իրենց ձեռագերին են ծանոթ իրենց ընտանեկան վիճակին են ծանոթ որտեղ ամեն կոլեկտիվ իր ընտանեկան ներքին այսպես ասած կանոնակարգ ունի բայց երբ որ շատ են էլ չեմ կարողանում այնպես համոզեմ որ ես չեմ ոչ թե չեմ ուզում ընդունեմ մի քիչ այստեղ եկեք ավելի մանրամասնեմ ես գիտեմ ինչ է կատարվում ամեն մի խմբի ներքին խոհանոցում եւ ես չեմ ուզում այդ ներքին խոհանոցների հետ կապված երբեք ու երբեք լինի ինչ-որ համատական ուղիներ որտեղ ամեն մեկս մեր դա մեր ամեն կոլեկտիվի ներսում եմ ասում իհարկե դա արտաքինից միշտ պետք է լինի հա երբ որ արդեն գալիս են եւ երբ որ թող ուրիշ ձև չէ ինչի ասում եմ բալես ինչի համար օրինակ 8 տարի ապրում ես եւ չգիտես հասարակ բլի է բատման տանձու եւ այլն իսկ պարարվեստի հիմքը կլասիկ ասում որտեղ մենք 8-9 տարի մեր ղեկավարի ձեզ են քննարկում հա այսինքն ես ուզում եմ իհարկե նաեւ ուրիշ ձև չէ ինչի որ բոլորը թող ես օրինակ իմ գլուխը կախ աշխատում եմ եւ շատ ուրախ եմ որ ես այդպեսին եմ երբ քննարկում ոչ մի իմ 300-ից ավել դպրոցի ոչ մի պարող եւ ոչ մի ծնող չի երբեք ասի որ ես ինչ-որ մեկին քննարկել կամ քննադատել եմ որտեվ մենք ամեն մեկս մեր դալիճներում պետքա փակվենք աշխատենք այո եւ իհարկե մարդիկ ինչքան սիրում են այս արվեստը ինչքան խորանում են այս արվեստի մեջ նաեւ պետքա հասկանան այդ ամեն ինչը ինչի շուրջ է հավաքվել սիրո, ներդաշնակության, փոխադարձ հարգանքի, նվիրվածության, թե ուղղակի բախտներս բերել է եւ հայտնվել ենք այստեղ, ու շատ լավ է։ Չէ, մենք այս ամեն ինչը ավելի շատ անում ենք դեպի սերը, ներդաշնակությունը, ընտանեկան մթնոլորտը եւ փառք Աստծո, որ մենք կարողանում ենք այն ամենակարևոր տարիքը ինձ համար երեխաների պատանեկան 12-ից 16 տարիքը ձևավորած մարդ դուրս անենք։ Եվ տեսնելով այսօրվա մեր երիտասարդությունը, տեսնելով այսօրվա մեր շրջապատը, երբ որ ես դուրս եմ գալիս ու իմ պարողներին ասում եմ, տեսեք, կանգնած են մարդիկ մայթում ու ոչ մի բանով չեն զբաղվում։ Մենք դրա վրա պետք է աշխատենք, մեր ծնողները, մեր Հայաստանը, մեր բոլորը եւ առհասարակ հայտեսակը պետք է դրա վրա աշխատի, որ երեխաները հիմնականում լինեն զբաղված գեղագիտական կրթությամբ եւ կապ չունի մարդը կլինի պարարվեստում, թե կլինի ջութակի, կլինի դաշնամուրի, կլինի սպորտի, որտեղ ամեն ինչը գեղագիտորեն կրթում է։ Ու երբ որ մարդիկ զբաղված լինելով, շփվելով միմյանց հետ, համախմբելով նույն գաղափարի շուրջ եւ գնալով հանուն նպատակի, երբեք այդ մարդուց վատ բան չսպասեք, որովհետեւ ինքը արդեն համախմբվել եւ գնացել է իր նպատակի հետևից։ Եվ ինքը վաղը իր սերունդերին էր նույն ձև կդաստիարակի, իր թորներին էր, իր ծորներին էր եւ ինքը կհիշի, որ ես եղել եմ օրինակ պարարվեստում 7-8 տարի։ Մենք 7-8 տարի այնպիսի բեմեր նվաճեցինք, այնպիսի համերգներ եղանք, այնպիսի միջազգային հարթակներում եղանք, այնպիսի այսպես եւ ինքը այդ ամեն ինչով կփորձի հնարավորն է շատ իր սերունդին ճշգրիտ դաստիարակել։ Եվ հենց այդ է, որ մենք նայում ենք նաեւ այդ ծրողները, ովքեր որ գնում են այդ իրանց առաջի հարկում եւ չուսումնասիրելով, իրենք ավելի շատ այդ ամեն ինչով չեն անցել արդեն եւ չեն տեսել իրական պարարվեստը եւ չեն տեսել իրական արվեստը, հարցը նորից եմ ասում, պարարվեստի մեջ չի, հարցը երեխաների վաղվա օրվա ճշգրիտ ապագայի հետ կապված գեղագիտորեն կրթությունն է եւ փառք Աստծո, որ շատ մարդիկ եւ շատ ծնողներ իրականում
զբաղվում են իրենց ծերուններով եւ Հայաստանում այո այս վերջի տարիների մանավանդ շատ ծնողներ իրականում իրենց ծերունների մասին մտածում են, ինչը որ ես չեմ ասի, օրինակ մեր 2000-ականների սկիզբ 90-ականների վերջ իհարկե մեր ծնողները մեր մասին շատ մտածում էին եւ նաեւ իմ համատարիքային, բայց այն ժամանակ հնարավորությունները քիչ էր, այն ժամանակ տարածքները քիչ էր, այն ժամանակ երբ որ մենք ուզում էինք ինչ-որ բանով զբաղվեինք, դրա հնարավորությունը ֆիզիկապես մենք չունեինք, տրանսպորտի խնդիր ունեինք, տվյալ օրինակ ես շատ սիրում էի նաև նկարչություն, միջև օրս նաև իմ տարազները ամեն ինչը ես եմ նկարում, իմ էսքիզներն ամբողջությամբ եւ երբ որ ես համատեղ գնում էի Պարի եւ նկարչության, երբ որ մեր նկարչության խմբակը փակվեց, մենք չունեինք 90-ականների վերջում օրինակ այդ հնարավորությունը, որ ես գնայի կողքի քաղաք կամ գնայի մայրաքաղաք, էթնոկարչական իմ նաեւ տաղանդը զարգացնելու այսպես ասած, եւ շատ բարդ էր այդ ժամանակ, բայց հիմա փառք Աստծո հնարավորությունները շատացել է, պարային խմբերը փառք Աստծո շատացել են եւ դա էլ է շատ լավ, երբ որ պետքա նաեւ համատականով հենց այդպես որ նախաբանում նաեւ խոսեցինք, որ պետքա նայել թե որտեղ իրենց երեխան պետքա կրթվի ու ինչ հաջողություն պետքա ունենա, նայելով նաեւ անցած սերունդների անցած ճանապարհը, հաջողությունը եւ այլն։ Եվ այսպես մենք արդեն փառք Աստծո ընդունելության հետ կապված խնդիր չունենք եւ ի սկզբանե չենք ունեցել եւ համերգային ծրագրերի, միջազգային փառատոների եւ այլն, որտեղ մենք ընդհանուր ունենք մեր տարվա պլանը եւ ի սկզբանե արդեն երեխաները եւ ծնողները գիտեն որտեղից որտեղ պետքա գնա եւ ամբողջ տարվա կտրվածքով ինչ է սպասվում իրանց։ Այսինքն մենք ունենք մեր դասապրոցեսի մեթոդը, որ այդ մեթոդը գրված եւ դրված ծրագիր է, որ վարչությունից հետո որը պետք է անենք, թեկուզ տրենաժի մեջ, ինչից հետո որ մկանից հետո որ մկանը պետք է զարգացնենք, այս բարից հետո որ բարը պետք է բեմադրենք եւ այդպես նաեւ գրվելով մեր 10 տարվա ծրագիրը, քանի որ մեր դպրոցը նաեւ 10 տարեկան է, նաեւ Համալիրում հունիսի 30-ին մենք ունեցանք մեր մեծ մենահամերգը նվիրված մեր 10-ամյա հոբելյանական տարվան, այսպես, եւ մեր հոբելյանական համերգը ունենալով դա նաեւ մեր 10 տարվա ծրագրերի մեջ էր, այսինքն ի սկզբանե մենք ասում էինք, որ 10-ամյակը բուն պետքա լինի, 10-ամյակը մեծ պետքա լինի, մենք ունեցանք արդեն այս վերջի մեր մենահամերգը թվավութ մենահամերգ, որից 5-ը Սունդուկյան թատրոնում ու երբ որ մենք ասում ենք դա Սունդուկյան թատրոնից հետո մեծ դա օպերանա կամ համալիրը մենք միշտ նեղվում էինք հանդիսատեսի քանակության հետ կապված, որովհետև Սունդուկյան թատրոնը 800 տեղա, օպերան 980 մոտ 1000 տեղ այսպես եւ Փառք Աստծո մեր հանդիսատեսը նաև ստիպեց, որ մենք գնանք համալիր, որովհետև իրենք գալու էին այդ համերգը նայելու եւ 2000 տեղ մենք նաև Տոմսի խնդրով էլի ունեցանք այդ մենահամերգը եւ երբ որ նաև քննարկվում էր հունվար ամսին, որ մենք գնալու ենք համալիր, այստեղ շատ հետաքրքիր բան կա, երբ որ ասում են դե լավ դե խի համալիր, այդքան հանդիսատես, մեծ բեմ Սունդուկյան հենա, Սունդուկյան եւ այլն եւ ես չթերագնահատելով մեր հանդիսատեսին, չթերագնահատելով մեր աշխատանքը, չթերագնահատելով իմ անսամբլի, այսքան տարիների թափած քրտինքը ես ոչ մեկի չլսելով եւ մեր վրա հիմնվելով մենք գնացինք եւ Փառք Աստծո։ Ես երբ որ միջև այսօր լսում եմ արձագանքները, որտեղ մենք ապրելով կուլիսներում, չտեսնելով այդ բային հանդիսատեսին, իհարկե լսելով իրենց արձագանքը, շատ բան այդ պահին չենք ընկալում որպես ղեկավար, որտեղ մեր ուշք ու միտքը բեմում կատարվող իրավիճակն է, իհարկե մենք պատասխանատու ենք դահլիճում կատարվող իրավիճակի հետ, կուլիսներում, հանդերձարաներում, բեմում, բայց քանի որ արդեն համերգային ծրագիրը սկսված էր, ես ինքս որպես այդպեսին արդեն պատասխանատվություն ստանձնել էի բեմում կատարվող իրավիճակի հետ եւ վայելում էինք, ես ինքս երևի այսպես ասեմ առաջի անգամ վայելել եմ մեր մենահամերգներից մեկը, որտեղ այդ լարվածությունը, պատասխանատվությունը երբեք դուր չի տալիս თუ այդ բան ինքդ զգաս ինչ ես կատարել եւ երբ որ կուլիսներում կանգնած ուղակի ես ասում էի
ապրեք որ դա ինձանից շատ քիչ են լսում, ցավոք սրտի մին բարողները, ապրեք լավ էր ստացվեց, շատ բայր ես նաև վայելեցի ու երբ որ դուրս եկանք Պակտոնի ու երբ որ դուրս եկանք ֆինալը ապրելու այդ արձագանքը, այդ հանդիսատեսի ծափահարությունները, դա նաև այդ ամեն ինչի մեր 10 տարվա անցած ճանապարհի, այն ամեն ինչի, ասենց ասած, եզրահանգումներից մեկն էր, որ մենք այո, այս ամեն ինչը ճիշտ տարանք եւ հասանք այս ամեն ինչին, որ մենք հիմա քաղում ենք այդ բերքը, քաղում ենք այդ սերը, հարգանքը, այդ նվիրվածությունը նաև դեպի մեզ եւ այսպես մենք ոչ թե փակելով օղակը այդ համերգային ծրագիրը փակելով մտածում ենք նոր համերգային ծրագրերի, նոր պրոյեկտների, նոր հետաքրքիր բաների մասին, որը որ ապագայում շատ եթե մենք խոսում ենք եւ իմ ասում եմ վсё բոմբ ինչ պետք է լինի սրանից հետո այնքան բան կլինի, որ դուք բոլորը կտեսնեք։ Զավեն ջան, ձեր անցած ուղին լի էր, արդեն համույթն էլ է 10 տարի, բայց գիտեիք, երբ որ հիմնադրվեց ազգպարային համույթը, արդեն տեղյակ էիք, որ շատ են համույթները։ Այդ ժամանակ եւ մինչեւ հիմա դժվար է ամուր ոտքերի վրա կանգնել եւ անուն ձեռք բերել եւ ճանաչում, արդեն դուք չունեք աշակերտների հետ խնդիրներ, ընդունելության հետ խնդիրներ, բայց այն ժամանակ դժվար էր ամուր ոտքերի վրա կանգնելը։ Դժվար էր ինքս ինձ հաղթահարելը։ Սկսեմ դրանից, որովհետեւ ինձ ավելի շատ ճանաչում են հրազդանում, ինձ ավելի շատ ճանաչում են կողքի համայնքներում եւ ես լինելով սոլակից բնիկ ես գնացի Չարենցավան, որտեղ որ գրեթե ինձ ոչ մեկ չէր ճանաչում։ Ունենք 1-2 ընտանիք բարեկամական կապերով եւ գրեթե ոչ մեկ չճանաչելով ես գնացի եւ ինքս ինձ հաղթահարելով ես ասացի, որ ես կարող եմ եւ ես կարեցա։ Սկզբից աշխատելով 9 հոգի երեխաների հետ, ունենալով Չարենցավան քաղաքում մի քանի տասնյակ բարեին համույթներ, դա ոչ թե մարտահրավերել այդ համույթներին, որ ես էլ եմ ուզում եւ ես կարող եմ ներդաշնակ ես միջև հիմա ոչ մի խմբի հետ եւ առհասարակ ոչ մեկի հետ ես խնդիր չունեմ եւ փառքավսով բոլորի հետ ընկերական հարաբերությունների մեջ ենք կոնկուրենտ չենք համարում իրար եւ բարդը նաեւ ազգպարային անսամբլին կոնկուրենտ համարել է, որովհետեւ այս պայդորությամբ ինչը որ արես Չարենցավյան պատմության մեջ եւ պարարվեստի պատմության մեջ ազգպարային անսամբլը դա չի հաջողվել ոչ մեկին եւ ես ասում եմ որ չի հաջողվի ոչ մեկին եթե մենք արդեն արել ենք եւ երբ որ մտածենք որ պետքա արվի այս ես արդեն դա մտածելով արել անցել եմ մյուս քայլին դա ուղղակի ճակերտներով անդրադառնանք եւ բարդ ասվածը տեսեք շատ մարտահրավերների մեջ մարդը լինում է մի պահ երբ որ ինքը ունենալով շատ հզոր կամք ունենալով շատ ամուր ներդաշնակություն իր մեջ ունենալով շատ ապագայի հանդեպ տեսլական եւ այլն պայտակ լինում է այնպեսին որ մարդը կարող է հիասթափվի մարդը կարող է նեղվի եւ հենց այդ ամիսների 2015 թվական մարտի 9 եւ 2015 թվական սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները դա երևի իմ կյանքի ամենա տանջված, ամենատառապած, այն ամիսներն էին որ նաև քննարկումների ընթացքում ենք մենք այդ ամեն ինչը հասկանում որ պետք էր սա ինչի համար է քաղաքը ինչի համար Չարենցավանը եւ այլն եւ ես այդ ամեն ինչի մեջ մտածած հոգու հանգստություն ունեի որ լավ է լինելու եւ լավ եղավ որովհետեւ այն մարդիկ ովքեր որ իրական արդեն հասկացան թե ինչ է իրենց սպասվում վաղը համախմբվեցին մեկ գաղափարի շուրջ եւ դա իհարկե տարիների աշխատանքի ընթացքում ձևավորվեց որովհետեւ շատ մարդիկ չեն գալիս օրինակ շատ մարդիկ ասվածը գալիս օրինակ մեր խստության պատճառով մեր դիսցիպլինայի պատճառով չի կարող ինձ համար դասապրոցեսը ուղղակի լինի խաղ, ուղղակի լինի հարաբերություններ կարգավորելու միջոց, ուղղակի լինի ծնողների հետ սրճելու միջոց, ուղղակի լինի ինչ-որ այլ ծրագրեր քննարկելու միջոց, շատ շակերտներ չբացեմ նաև, ինձ համար դասապրոցեսը դա դասապրոցես է։ Եթե ես մտնում եմ դահլիճ եւ ես ուզում եմ աշխատեմ, ես պետք է աշխատեմ։ Եվ պետք է աշխատեմ լավ, պետք է աշխատեմ հնարավորինս
իմ գրված մեթոդիկայի մեջ եւ չի կարող ինձ ոչ մի բանը խանգարի։ Եթե մեկը իր տեղում եւ դիրքում չի, ինքը պետք է ուղղակի գնա այդ դպրոցից, որովհետեւ իմ դպրոցը ունի իր ծրագիրը եւ ես այդ ծրագիրը գրող, պահող, պահպանող, այդ ամեն ինչը շարունակող մարդն եմ առաջինը, որովհետեւ ես չեմ կարող ասեմ, ես ուզում եմ լինի այսպես ու գնամ դալիճ անեմ այլ գործ։ Եթե ես ուզում եմ որ լինի այսպես, ուրեմն ես պետքա գնամ դալիճ, իմանալով որ ես ուզում եմ որ ես ունենամ մենահամերգ, ուրեմն ես ուզում եմ որ ես ունենամ շրջագայություն, որ ես ունենամ գեղեցիկ ծրագիր եւ այդ ամեն ինչի մեջ բացառապես ինձ ոչ մեկ չպետքա խանգարի, որտեւ ես դա ինքս ուզում եմ ի նպաստ մեր պարողների, ի նպաստ մեր արտիստների, ի նպաստ գալիք սերնդի, որ իրանք վաղը չեմիս օրը ասեն, ինչ լավ է որ ես եղա պարարվեստում եւ իրենց ծնողներին ես անդադ ասում եմ, երբ որ գնում եք տուն, ուղղակի գրկեք ձեր ծնողներին եւ ասեք շնորհակալ եմ։ Երբ որ մենք շրջագայությունից վերադառնում ենք, առաջի բանը մեր պարողների համար իրենց ծնողներին գրկելն է, որովհետեւ իրենց ծնողներն են իրանց այդ ամեն ինչը տվել, սնել, ես եմ իրանց որպես պարողներ դարձրել, բայց միջև իմ պարող դարձնելը իրենք ծնվել են, մեծացել են, իրենց ծնողը իրանց ձեռքը բռնած բերելա դալիճ, երբ որ իրենք դեռ դալիճ մտնելու ձևն ու մեթոդը եւ էթիկան չգիտեին։ Մենք այդ ամեն ինչը նաև ծնողական առողջ մթնոլորտում դասավանդելով երեխային հասցնում ենք դարձնել լավ պարող կամ լավ պարոյի, հետո իրան տարեցենք լավ բեմեր։ Եվ ծնողը, երբ որ ես նաև մի պահ դուրս եմ գալիս ֆինալը ապարելու կամ պակրոն տալու կամ վերջի խոսքը, ես տեսնում եմ ինչքան հուզված դեմքեր կան այդ մեր դահլիճում նստած։ Եվ դա իմ համար մեծ պատասխանատվությունն է, որովհետև երբ որ ծնողը վստահել է արդեն ձեզ եւ իր երեխայի վաղվա օրը եւ ապագան վստահել է ձեզ եւ տեսնում է որ դուք կարողանաք այդ ամեն ինչը կառուցել, չկա էլ ավելի կարեւոր բան, երբ որ որտեղ մանավանդ երեխան կլորացրած աչքերով դալիճում նայում է քեզ ու գիտի որ դու իրան մի լավ բան պետքա տաս, որտեղ ինքը միջև դալիճ գալը արդեն քո մասի լավ բան գիտի, չեմ կարծում կա այնպիսի մարդ նաև որ այդ ամեն ինչը չկարողանա իր միջև վերջ տանել, որովհետև մենք ամեն մեկս պատասխանատու ենք այդ սերունդների համար։ Մենք պետք է հասկանանք, որովհետև իմ դահլիճում եւ իմ դասապրոցեսի ընթացքում այնպիսի բաներ ենք մենք քննարկում եւ այնպիսի բաներից ենք խոսում, որ դա ոչ տանը, ոչ դպրոցում, ոչ ընկերական շրջապատում, ոչ անգլերենի պարապմունքի տեղը եւ այլն, օրինակ, դա չի քննարկվում։ Եվ ես հասկանում եմ, որ այս ամեն ինչով ես մի բան ավել տվեցի այդ սերունդին եւ մի բան ավել տվեցի այդ երեխային եւ այսքան խոսել, դասավանդել, պատմել, պատմությունից սկսած միջև պարարվեստ, պարարվեստի պատմությունից սկսած միջև կերպարվեստ եւ այլն գույներից եւ այլ, այսպես ամեն ինչից խոսես հասկանում որ այդ երեխաների մեջ մի բան ավելացավ, որը որ իմ համար մեկ հանգստություն է, ես այդ երեխային կտանեմ պարարվեստի աշխարհով միջև այս աշխարհում միջև վերջ չկա անդադ գնալու, զարգանալու եւ այլն, ասենց իմ հետևից ինձ հետ միասին, թե ինքը կմնա որպես այս ստանդարտի մեջ ինչ որ տարիների պարող եւ կլքենք իրար, կարեւորը որ ես այդ ժամանակահատվածում ես մի բան ավել կարողանամ տամ այդ երեխային եւ նաև ունենք սերունդներ, ովքեր որ ամուսնացել են, ովքեր որ ծառայում են, բանակից են վերադարձել, նաև եւ իրենց երեխաները, երբ որ գալիս են մեր դալիճ, ես հասկանում եմ, որ այն տարիների աշխատանքը իրականում ճիշտ էր եւ իրականում լավ էր, որովհետեւ մենք այս սերունդների մեջ թողեցինք մեզ եւ մեր պատմությունը եւ այս սերունդները տարիներ շարունակ լինելու են մեզ հետ։ Մենք կապ չունի, որ այս պահին ինչ պատճառներով ամուսնացել արդեն երեխաներ դժվար է մի քիչ է եւ այդ սերունդները երբ որ գալիս են մեր դալիճ ես այնքան եմ ուրախանում ծափարություններով դիմավորում եւ ճանապարհում ենք որովհետեւ հիշում եմ ես այդ պահին պանցիկ ասես մի քանի վայրկյանով թե ինչ էր կատարվում այն տարին ինչ էր կատարվում 2017-ին ինչ էր կատարվում 2019-ին 22-ին եւ այլն այսպես իրանք իմ հիշողությունն է որովհետեւ ես անդադ ասենց առաջ իհարկե հիմնվելով այդ պատմության վրա, բայց շատ անգամներ երբ որ թեկուզ գալիս են անսամբլի են պարողները ովքեր որ երկար տարիներ իրենց կենսագրությունը ունեն եւ անսամբլի պատմության մեջ եւ իմ սրտում եւ հանում են ինչ որ նկաներ հիշում եք բայց այդտեղ ու բաներ կա որ այդ պահին իրականում իմ
մտքից թռել ա կամ իմ հիշողությունից անցել է եւ այլն, ես հիշում եմ, վայ, հələ այնտեղ, հələ ինչ է կատարվում, այս երբ է, այս որտեղ ենք, ու այսպես այդ սերունդների մեջ կարևոր է այդ հիշողությունը թողնելը, երբ որ իրանք նորից եմ ասում հարցը ինչի իրանք պարարվեստի գործիչներ կդառնան թե չէ, հարցը այն է, որ իրենք իրենց սերունդերին կպատմեն իրենց անցած ճանապարհի մասին եւ կփորձեն իրենց սերունդերին ճշգրիտ դասավանդելու տալ են մարդկանց մոտ, ովքեր որ կփորձեն այդ ամեն ինչը նաեւ շարունակել իրենց սերունդների համար, որովհետեւ սա ես միշտ ասում եմ, սա իմ պարողների համար քառակուսի ժամանակահատված է 10 տարի, 15 տարի, 20, բայց մեկ ասա մի օր ավարտվելու է ձեզ համար, փորձեք վայելել այս ամեն ինչը, որովհետև սա էլ երբեք կյանքում դուք չեք ունենա, երբեք։ Եվ տարիքի այդ հետաքրքիր անցումային վիճակում, եւ երիտասարդական, եւ մանկական, այդ մանկապատանեկան վիճակում, էլ չի լինելու այդ ժամանակահատվածը, էլ չի լինելու իրենց համար այդ դասապրոցեսները, էլ չի լինելու իրենց համար այդ համերգային ծրագրերը, էլ չի լինելու իրենց համար շրջագայությունները։ Դա հենց այդ ժամանակահատվածն է։ Եվ եթե վաղը ուզենք դա անել, հնարավոր է չստացվի։ Հենց այդ պահն է, որ պետք է մենք փորձենք վայելել եւ փորձենք ապրել վերջը, որտեղ պարարվեստը ինքնին ոչ թե միայն դահլիճային դասապրոցեսն է, ինքը ապրելակերպ է, ինքը այն ամենահետաքրքիր բաները այս կյանքում պարարվեստում է լինում, որտեղ պարարվեստի մարդը կարող է, երբ որ կանգնում է դահլիճում, թեկուզ բռնում է իր կողքի ձեռքը, զգալով զգացմունքը ու սրտի զարկը, կապվելով, դառնալով մեկ ընտանիք, եւ այդ ամեն ինչը դահլիճից դուրս գալով, գնալով ամեն մեկիս ընտանիքները, ամեն մեկի շրջապատը, ամեն մեկիս դպրոցները եւ բացի այդ ամեն ինչից նաև պարարվեստի անցած ճանապարհ, այսինքն համերգներ, շրջագայություններ եւ այլն, այդ ամեն ինչով մենք իրար հետ կապվում ենք, որպես մարդիկ, որպես առհասարակ հարցը ինչի մենք նորից եմ ասում որտեղ ենք քննարկում մեզ, հարցը այն է, թե մենք ոնց ենք իրար քննարկում եւ լինում է որ անսամբլից ես օրինակ երկրում չեմ լինում շրջագայությունների ուրիշ խմբերի հետ իմ մյուս կամ այդ պահին անսամբլի դասի չեմ լինում, ուրիշ մասնաճյուղում եմ լինում եւ վիդեոզանգ եմ ստանում, որ հավաքված իրար հետ սպասում են երբ եք գալու եւ այնքան եմ ես ուրախանում, որ դա է ստեղծված։ Եվ այնքան եմ ուրախանում, որ ես կարողացել եմ իրար ձուլելով մեկ ընդհանուր համակարգ մարմին, ոնց կարելի ասել, դա ստեղծել, որտեղ այդ ներդաշնակության մեջ դա էլ մտնում նախաբանում նաեւ որ խոսեցինք, որտեղ մենք նայելով այդ սերունդին հասկանում ենք, որ կա սեր, կա փոխադարձ հարգանք, փոխադարձ վստահություն եւ մենք շրջագայությունների ընթացքում անցնելով տասնյակ օրեր իրար հետ տարբեր պետություններ եւ այսօր ազգային անսամբլը նաեւ անցել է մոտ 10-ից 12 պետություն, 12 եթե չեմ սխալվում պետություն եւ բացի այդ հաղթանակով վերադառնալ առաջի տեղ Grand Prix պատվով ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը լինել առաջի հորիզոնականում եւ լսելով Հայաստանի Հանրապետության օրհներգը հպարտություն, հուզմունք եւ այլն այս ամեն ինչի մեջ նաեւ ընտանիք ձևավորելն է, որտեվ եթե չձևավորվի ընտանիք այդ մանավանդ անսամբլի ոլորտում մենք չենք ունենա այդ հաջողությունները, որովհետեւ բոլորը մեր գաղափարի շուրջ չեն նվիրվի, որտեւ բոլորը ամեն մեկը իրար նկատմամբ չի այն փոխադարձ վստահությունն ու սերը ունենա եւ կարեւոր է ես երբ որ նայում եմ թե ինչա կատարվում հանդերձանում, ինչա կատարվում կուլիսում, երբ որ բոլորը մեկ գաղափարի շուրջ ձեռքերները իրար են հպվում, բարձրացնելով վերև, որ մենք գնում ենք այս ամեն ինչի հետևից եւ բոլորս պետք է անենք այս ամեն ինչը, եւ ես նաեւ ոչ թե դասել եմ եկեք այսպես անենք, այս տեսնելով որ դա ինքնին արդեն բոլորի կողմից ձևավորված սկզբունք է դարել, ինչ որ համերգից առաջ թեկուզ խաչակնքվելը, իդար լավ է լինելու, խորհուրդ տալը ուժ տալը, որտեղ մենք նաև ունենում ենք նորեկ ասվածը, ում որ նաև հնարավորություն ենք տալիս ինչ-որ համերգային ծրագրերի ընթացքում եւ ոնց են կողքին կանգնում, ոնց են ասում, որ այո, դու կարող ես եւ այս վերջում համերգի էինք
այս ամեն ինչի մեջ ես հիշեցի, որ համերգից առաջ ունեմ Արտյոմս, ով Ղազախստանից է վերադարձել Հայաստան եւ դեռ հայերեն լավ չի խոսում եւ նաև բնականաբար շարժող համակարգն է տարբեր եւ փորձելով այս ամեն ինչի մեջ իրան ձևավորել հայ եւ հայկական պարող, հայ պարող իհարկե, հա ու համերգից առաջ, որ արդեն կոլիսում կանգնած եք, պետք է մտնենք եկավ ասես ես վստահ չեմ որ կպարեմ։ Այ Արտյոմ ջան ասում եմ, ոնց վստահ չես, կպարես ու կողքից Արտյոմ լավ է սպարում, սենց ու չթողեցի ես արդեն շարունակեմ։ Պարողները, մեր պարող-պարուհիները այնպես ձեռքը բռնեցին այդ տղայի, այնպես կողքին կանգնեցին, որ դու կարող ես, իհարկե մի քիչ կիքսերով, իհարկե մի քիչ սխալներով եւ այլն, բայց այդ մարդը այնքան ցույց օգտուն, այ ուրեմն ճիշտ են ասում, ես կարող եմ։ Այնքան ասենց պատրաստի գնաց բեմ, որ դուրս եկավ, ես ճակատը համբուրեցի, ասեցի ապրես տղես, ասում ես չեմ կարող, ասում որ դուք չասեիք, ես չէի գնա բեմ։ Բայց փորձերի ընթացքում ասել եմ լավ է։ Ուղղակի պատասխանատվությունից, լարվածությունից ինքը ասեց ես մանավանդ այդ իմ պատասխանատվությունը դեպի համերգը ու դեպի կատարողը, որ մենք պետքա լավ ապարենք, որ մենք պետքա ճիշտ ապարենք, որ մենք պետքա սիրուն ապարենք ու ինքը մտածում էր կարող է ճիշտ չպարել, լավ չպարի, սիրուն չպարի ու ես դրանից ջղայնանամ իր վրա, ինքը դրանից ասեց որ ես չեմ կարող։ Եվ ստացվեց մենք պետքա ողջևորենք մեր պարողները, մենք պետքա կողքները կանգնենք։ Այսօր մոտ 1 տասնյակ պարող-պարուհի ունենք, ովքեր որ սովորում են պարարվեստի տարբեր ուսումնական հաստատություններում, մանկավարժական համալսարանում, խորեգրաֆիկում, պետական քոլեջում պարարվեստի եւ կողքներն եմ ես ամեն ինչով։ Եվ եթե պարողը պարուհին ասում է որ ես ուզում եմ գնամ պարարվեստով եւ ես գիտեմ իր անցած ճանապարհը եւ տեսնում եմ որ ինքը կարող է, այո, դու ուրեմն կգնաս։ Բայց եթե մենք տեսնում ենք երեխան շատ է սիրում պարը, բայց չենք տեսնում իրան, մենք ոչ թե պետք է իրան կոտրենք, իրան պետք է ոգևորենք ուրիշ ուղղությամբ։ Նաև պարարվեստի միջոցով մենք պետք է կարողանանք իրեն լավ իրավաբան դարձնենք։ Հարցը նորից եմ ասում, պարարվեստի գործիչի վաղվա օրվա ձևավորվելու մեջ չի, հարցը մարդ տեսակ ձևավորելն է։ Պարտադիր պարող դառնել։ Այո, եւ այո մենք 300-ից ավել մեր դպրոցը 300-ից ավել մենք պարուսույցներ չենք տալու։ Այսպես է, որովհետեւ երբ որ արդեն գալիս են 14-15, որ արդեն պետք է մասնագիտական ընտրությունների մեջ մտնեն, մենք էլ ենք, եթե տեսնում ենք, որ այդ տարիքում ունենք արդեն ձևավորված լավ պարող-պարուհի, հրավիրում ենք ծնողներին, քննարկում ենք, տեսնում ենք, որ ինքը վաղը կարող է։ Ինչի համար այդ մարդը չգնա պարարվեստով։ Ինչի համար մենք պետք է կորցնենք այդ պարողին կամ պարուհուն, որ ինքը գնա դառնա վաղը իրավաբան եւ այս տվյալները, տեխնիկան, իր մտածելակերպը, այդ ամեն ինչը թողնելով այդ իմ պլանում այս բայ դրությամբ իհարկե սա միայն անսամբլը գիտի, որտեղ աշխատում է այդ ուղղությամբ, մենք մի նոր բան ձևավորեցինք, որ անսամբլի պարողներին հանձնարարեցի ես հետևյալը, որ իրենք ամեն մեկը կատարեն 1.5-ից 2 րոպե տևողությամբ բեմադրություններ եւ տեսնենք ոնց է այդ ամեն ինչը տեղի ունենում, որովհետեւ նաեւ այդ ամեն ինչը մեծ իհարկե այս ամեն ինչը տեսնելու մի քանի օքի նաև թաքնված են լինում, հա, մենք պետք է իրանց բացահայտենք եւ սա հենց այդ համարում եք նաև process-ն է, որ ես հասկանամ, ես ձևավորել եմ որպես պարող կատարող, թե պարող մտածող, որտեվ պարող կատարող ասվածը այնա ինչը որ հանձնարարված է պարողին եւ ինքը որպես կատարող է միայն հանդեսանում, իսկ պարող մտածողը այնա, որ այդ հանձնարարության ընթացքում ենք ասում ենք ինչի մասին է այս ամեն ինչը որպես կատարող ձևավորելու համար, որ ինքը գիտակցաբար կատարի իր վրա դրված հանձնարարությունը, որ մենք պարում ենք օրինակ հարսխան ենք պարում, մենք հարսեն տանից դուրս հանելու պարն ենք պարում, վասպուրական շրջանի բասո ենք պարում եւ այլն, մենք պատմում ենք այդ պատմությունը մեր պարողներին, որ իրանք որպես այդպեսին մտածեն, որ եթե մենք 1700-ական թվականին կամ մեր թվարկությունից առաջ կամ եւ այլն պարել ենք այս պարը ու պահպանելով հասել ամենս, մենք ով ենք որ չպահպանենք։ Մենք պիտի պահպանենք ու զարգացնենք եւ
այդ պարող մտածող աստվածը հենց այդտեղ է ձևավորվում, որ մարդը հասկանալով է այդ ամեն ինչը կատարում, որովհետև ռոբոտացված շարժումներից զուտ կա նաև այդ պարող մտածող աստվածը, որ մենք փորձելով մեր պատմությունը ուսումնասիրելով եւ տվյալ իհարկե մենք բացի մեր ազգագրությունը ժողովրդական մեր պարերն ենք բեմադրում, որ դա բեմադրության մեջ մենք մեր պատմությունն ենք ներկայացնում, ես ասում եմ, այս պարը նվիրել եմ մեր զինվորին, այս պարը նվիրել եմ մեր մայրերին, այս պարը նվիրել եմ մեր եղբայրներին, այս պարը նվիրել եմ մեր պապերին, ովքեր որ ընկել են մարտում եւ այլն, այս ամեն ինչի մեջ պարողը ես պետքա ձևավորվի ինքը արդեն եւ այս պահին նաև այսօր ես տեսնելու եմ իրենց աշխատանքը, ես տեսնելու եմ իրենք ինչպես են մտածել, ինչպես են ուզում հասկանան եւ անցալեն իրենք որպես արդեն մտածող կատարող եւ այդ ամեն ինչի մեջ ես իհարկե փորձում իրանց կողքին լինեմ, օգտեմ, sense պետք է արվի, այսպես պետք է արվի, որ նաև մենք լավ սիրուն հետաքրքիր ծրագիր ենք անելու հրավիրելով ամբողջ ստուդիային ծնողներին եւ տեսնելու ենք մեր անսամբլի պարուհիների կատարած աշխատանքը, բայց հիմնական աշխատանքը իրենցն է։ Իրենք պետք է այդ ամեն ինչը հասկանան եւ իրենք հասկանալով ես տեսնում եմ թե ինչպես են գալիս ժամը 3-ից երբ որ իրանց փորձի երեկոյան 7-ին սկսում աշխատել իրանց բեմադրությունների վրա որտեվ դալիչներ ենք տալիս հնարավորություններ ենք տալիս ամեն ինչ տալիս ենք մարդկանց սահմանափակելով ոչ մի բանի մեջ ձերն է արեք ես տեսնեմ որ աշխատում եք ու այնքան հետաքրքիր են ձևավորվել այդ գաղափարի շուրջ իրենք որ ես նաեւ կողքից տեսնելով թեկուզ մի քիչ թերի ստացվի եւ այլն կարեւորը մարդուն ես կարողացա ոչ թե համոզել, այլ կարողացա իրեն ասել, որ դու քո մեջ եղածը փորձիր ցուցադրել եւ տեսեք, արգելված է այդ ամեն ինչի մեջ ապարել մեր բեմադրությունները, ապարել մեր երաժշտությունների տակ, ապարել այն ամեն ինչը, ինչը որ մեր որպես բեմադրություն, բայց պետք է նաև այդ շարժող համակարգը, կարող է, եթե ինձ մոտենք իմ ձեռագրով, իմ շարժող համակարգով պետք է օգտագործի, որը բնականաբար այդպես պետք է լինի։ Եվ ես տեսնելով տղաների մի ախամբված վիճակը, աղջիկների հետաքրքիր մտքերը, կողքից հպարտանում եմ ու ասում եմ, այո, ապրեք որ դուք կարողանում եք այս ամեն ինչը իրականացնել, որովհետև չի եղել նմանատիպ բան, երբ որ մեր տարիներին նաև անցած ճանապարհով, երբ որ ես իմ պարողներս ստուգ եմ, փորձեմ, այս իմ պարողներին, իմ կատարողներին լավ գիտեմ իմ ծրագրերի մեջ, շատ լավ գիտեմ, բայց իրենց որպես պարող մտածող դեռ չգիտեմ, եւ սա ինձ համար հնարավորություն է, որ ես կարողանամ տեսնել եւ ես հնարավոր է այս ծրագրի շրջանակներում բացահայտեմ մարդու ում որ ես կուզենամ նաև լինի իմ թիմում իմ կողքին հետագա տարիների ընթացքում որպես պարարվեստի մարդ արգելվածը ինչ որ բեմադրություն նայել ինչ որ այլ խմբերից օգտվել հա արգելված է ես ուղղակի պետքա տեսնեմ ինչքան է ստացվել մարդու մոտ իր աշխատանքը եւ ինչքանով է ինքը պատրաստ որպես պարող մտածող վիճակի Այս խստությունը նաև այն է ցույց տալիս, որ ձեր պարերը կարծես թատերական ներկայացման տեսք ունենան, ձև ունենան, երկար ժամանակ է պահանջվում, մինչև լավ արդյունքի հասնում եք։ Տեսեք, լավ արդյունքի հասնելու հետ կապված լավ պարող ձևավորելն է։ Առաջի մեր հիմնական մեթոդը դասավանդման, երբ որ մենք դասավանդման ընթացքում, process-ի ընթացքում դարձնում ենք լավ պարող, Եվ այսօր մենք տարբեր տեսակի վարժությունների ընթացքում տեսնում ենք նեղվում են, ցավում է, ասենց մկանային լարվածություն է լինում, մենք ասում ենք, որ ավելի լավ է հիմա ցավա, ոչ թե վաղը։ Եվ երբ որ լավ պարող ձևավորվել է արդեն, մենք իրանց վրա հենվելով եւ այն բարդ շարժողը համակարգը արդեն դնելով իրանց վրա մենք հասկանում ենք որ պարողը ի վիճակի է այդ ամեն ինչը կատարել այսինքն դա մեր անցած նաև տարիների պարող ձևավորելն է երբ որ պարող ձևավորվում արդեն գալիս է բեմադրական հատվածները այդ բեմադրական հատվածները բնականաբար իմն են եւ ես անսամբլի մասով կասեմ որ այդ անսամբլը ինձանից տարավ 10 տարվա կյանք տարավ 10 տարվա անկում գիշերներ նախաբանում երբ որ խոսեցինք ես ամբողջ գիշեր աշխատելով նոր ներկայացման վրա եւ գրեթե չքնելով ես եկել եմ տաղավար որտեղ ես գիտեմ որ վաղը շատ հետաքրքիր բան է գնալու հանդիսատեսի համար այս պահին հավաքում ենք Արտաշես եւ Սաթենիկ շատ հետաքրքիր ներկայացում
եւ շատ բարդ է այդ ամեն ինչը առհասարակ ունենալը, որովհետեւ 4-5 րոպե պար բեմադրելը եւ այդ ամեն ինչը իհարկե 4-5 րոպեում մի հետաքրքիր պատմություն կամ պատմության դրվագ հանդիսատեսին տալը ինձ համար մեկում ջրի պես բան է, իմանալով այս արվեստը շատ լավ, իմանալով ամեն տեսակի եւ առավելությունները եւ թերությունները կատարողների իրենց մեկ անգամից դարձնել բեմադրական հատված խնդիր չկա ընդհանրապես, բայց այլ բան է, երբ որ այդ ամեն ինչը գնում է դեպի ներկայացման մեջ։ Մենք այս մենահամերգին ունեցանք ճանապարհ դեպի Զարթոնք ներկայացումը 3 մասից բաժանված, բաղկացած ներկայացնում էինք մեր խաղաղ ապրելը, ինչպես ենք խաղաղ ապրում կապույտ երկնքի տակ եւ այնտեղ անznավորված կար մի տղայի կերպար, ով ծնված իր մոր գրկում եւ այսպես չարը գողանում է իրան եւ երկրորդ մասը, որ բոլորը համախմբելով մեկ գաղափարի շուրջ գնում են իրենց տարածքի, իրենց պատմության, իրենց երեխայի հետևից եւ երրորդ մասում արդեն բոլորը զարգացած, կայացած, զորացած, արդեն վերադարձրած այդ ամեն ինչը տոնում են իրենց հաղթանակը եւ սա շատ հետաքրքիր եւ փշաքաղեղեցնող վիճակ էր, երբ որ գրում էի ես ու ասում էի հուզմունքը շատ է, պետք է կրճատել հուզմունքը, գիտեք, պարարվեստը դա թատրոն չի, երբ որ մենք դուրս գանք ու խոսենք ձայնի վիբրացիայով թեկուզ հանդիսատեսին հասցնենք այդ ամեն ինչը, չէ։ Պարարվեստը դա խոսքի շարժման միջոցով եւ մենք այդ ամեն ինչը ճշգրիտ ներկայացնելու հանդիսատեսին հուզել, երբ որ ես երբ որ կադրերը նայում եմ թե ոնց է հանդիսատես այդ ամեն ինչը նայում արցունքները սրբելով, ասում լավ կարող է շատ էր եւ ես երբ որ տեսնում եմ հանդիսատեսը ոնց է ոգևորված նայում թե ոնց ենք այդ ամեն ինչը արդեն տոնում, ասում այ էս լավ էր, որտեղ մենք բոլորս լավի մասին ենք նաեւ։ Իսկ այդ նորությանը երբ կարող ենք սպասել բեմադրությանը։ Հիմա մի քանի ռիսկեր կա, որ ես հաշվում եմ այդ Արտաշեզև Սաթենիկ 40, ես արեցի 12-13 րոպե եւ այդ 12-13 րոպեում փորձեցի այդ ամեն ինչը ներկայացնել, հիմա նախատեսվում է 45 րոպե մոտ 1 բաժին ներկայացում է լինելու ամբողջ ստուդիայի կազմով, բոլորը մասնակցելու են այդ ներկայացման մեջ։ Այստեղ մի փոքր ռիսկերը շատ նկատի ունեմ ատրիբուտները, ռեկվիզիտները, դեկորները, քննարկումների մեջ եմ ես հիմա, որտեղ մենք ներկայացնելու ենք 3 դրվագով, ինքը 3 մասից բաղկացած հիմնական 3 մաս, ինքը լինելու է 12 ենթակետերով, այսպես, բայց հիմնական 3 մասը դա հայկական այսպես ասած զորքի եւ Հայաստան աշխարհի, հայոց աշխարհի այս ժամանակվա այդ պատերազմական վիճակն է ալաների հետ, երկրորդ մասում ենք պետք է ներկայացնենք արդեն Սաթենիկին, երբ որ Արտաշեսը գողանում է այդ կուրկ հետը պետք է ներկայացնենք այդ երկու հյուսային հարավային կողմերում գտնվող զորքերը եւ երրորդ մասում մեծ հարսանիքն է արդեն Արտաշեսի եւ Սաթենիկի եւ այստեղ երբ որ ես գրում եմ հիմա սցենարը եւ գրում եմ ծրագիրը ու հասկանում եմ նաեւ ատրիբուտները, ռեկվիզիտները եւ այլն ինչքան բան է պահանջում, հիմա քննարկումների մեջ ենք որտեղից ինչ պետք է նաեւ ունենանք, որովհետեւ երբ որ մենք ունենում ենք այս միտքը բեմադրական, ես տեսնում եմ ոնց պետք է բեմադրեմ, բայց երբ որ մենք գնանք այս բեմադրությունը լոկ տարազային վիճակով ինքը կարող է սիրուն չլինի եւ հանդիսատեսը չհասկանա մենք ինչ ենք ուզում ասենք։ Մենք պետք է կարողանանք մարտական գործողությունը ցուցադրել հանդիսատեսին մարտական ռեկվիզիտներով, հարսանեկան գործողությունը հարսանեկան ռեկվիզիտներով, մենք ծիսական մեր թվարկությունից առաջ տեղի ունեցող գործողություններն ենք ներկայացնելու եւ պետք է հանդիսատեսը ինչ որ չափ գնա մեր թվարկությունից առաջ եւ ինքը հասկանա որ այս ամեն ինչը այո տեղի է ունեցել եւ այս ամեն ինչը այս պահին բեմում տեղի է ունենում ոչ թե մենք ասենք մենք ուզում ենք Արտաշեզև Սաթենիկ եւ գնանք երկու դրվագով այդ ամեն ինչը պատմենք հանդիսատեսին կսեր ավելի լավ էր ձեր վաստրական ձեր լորկ են բարեիք
Այդ ավելի սիրուն կներ։ Ամբողջ բեմը, ամբողջ դահլիճը պետքա պրոյեկցիոն լինի եւ երբ որ մենք նստած նայում ենք բեմը, մեր կողքում պետքա պրոյեկցիոն գործողություն լինի եւ հանդիսատեսը բացի բեմական, բացի բեմում տեղի ունեցող իրադարձությունից պետք է ինքը այստեղից էլ ընկալի ինչ-որ հետաքրքիր բան, որ իրան պետքա լրացնի այդ բեմադրության մեջ, որ իր ամբողջ տեսլական այդ ամեն ինչի մեջ լրացվի, այո, բառերս էլ ա գնում եւ ես հիմա հասել եմ հարսանեկան արդեն իրադարձությանը ես ոնց եմ ուզում այդ ամեն ինչը տեղի ունենա եւ ոնց եմ ուզում ի տակ մենք պետքա նայենք այդ ամեն ինչը ոնց է տեղի ունեցել եւ պահպանելով այս ամեն ինչը, որտեղ պարարվեստի հիմնական դասաբանդման մեթոդիկան թույլատրում է, որ մենք կարողանանք պահպանելով ազգայինը եւ պահպանելով տեղի ունեցածը իր վրա հիմնելով զարգացնենք։ Այո։ Ոչ թե այսօր, այո, մենք տեսնում ենք նաև պարային համույթներ, որը որ նաև շատ կարևոր են, ովքեր որ 20 րոպե պարում են մեր հին ազգագրական ավանդական պարերը, մենք դրա վրա զարգացնում ենք, որպեսզի հանդիսատեսին դա հաճելի լինի, որովհետև հանդիսատեսը 21-րդ դարի հանդիսատես է եւ ինքը հիմա տեսնում է իր մտածելակերպով եւ իր զարգացած տեսլականով պարերը, որովհետև մենք ինչ որ պարել ենք օրինակ 18-րդ դարում չունենալով բեմ, չունենալով, որտեղ մենք պարատարանք 19-րդ դարում բեմ, ցուցադրեցինք այդ ամեն ինչը ժողովրդին, հիմնվելով մեր ունեցած ազգագրության վրա, իրան տվեցինք նորարարություն, իրան տվեցինք տեխնիկա, իրան տվեցինք գիծ, իրան տվեցինք շրջան, միզանսցենաներ եւ այլն, եւ այս ամեն ինչի մեջ մենք փորձեցինք հանդիսատեսին հնարավորինս աշկին հաճելի դարձնել պարարվեստը նաեւ։ Եվ այդ ժամանակահատվածում, երբ որ մենք պարում էինք տեսական տարբեր արարողությունների ժամանակ, եւ հետո 19-րդ դարում տարանք բեմ իրան զարգացրեցինք եւ 21-րդ դարում դա արդեն պետք է ավելի զարգանա։ Իհարկե մենք դասականացված արվեստը փորձում ենք հիմնական ուղղություն դարձնել մեր պարող պարուհիների համար եւ այդ ամեն ինչով մենք կարողանանք ունենալ սիրուն ասանկա, լավ պատյում, լավ հետաքրքիր ուղիղ կատարողներ եւ հնարավորինս լավ կատարողներ, որպեսզի մենք կարողանանք վաղը, այո, եւ վաղը ավելի սիրուն դարձնել այս։ Շնորհակալ եմ շատ, Զավեն ջան, մենք շատ թեմաների մասին դեռ պետք է անդրադառնանք, ուղղակի մեր ժամանակը արդեն սպառվել է, շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Շնորհակալ հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Աստպարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Զավեն Խաչատրյանի հետ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, սիրելի հեռուստադիտողներ, սպասեք մեզ վաղը իհարկե նույն ժամին։